Փաշինյանի վերջի հայտարարություններն են, որոնց ընտրություններից հետո նրա հայտարարությունները լսեք, շատ ուշադիր, ասում դուք բոլորդ պարլամենտը եք անցել ընտրակաշառքի արդյունքում։ Սա նշանակում է, որ իշխանությունը ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ այս ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել զանգվածային խախտումներ, որոնց արդյունքում X կուսակցություններ շեմը հաղթահարել են բացառապես ընտրակաշառքի միջոցով։ Սա մի խնդիր։ Սա իշխանության տեսանկյունից արդեն կասկածի տակ է դնում խորհրդարանների լեգիտիմությունը։ Ես լրիվ ապաքաղաքական հիմա բնույթի քննարկում եմ տանում ձեզ հետ։ Ընդդիմությունը իր հերթին իր ուրեմն տեսակետն է առաջ քաշում, ասում է բոլոր առաջնորդների ընդդիմության լրիվ այլ հարց է, թե ես նրանց նկատմամբ ինչ ունեմ, նրանց մեծ մասի նկատմամբ բացասական ընդգծված վարկագիծ ունեմ ես պարոն Մնացականյան, բայց իրենք ինչ են ասում բոլորին կալանավորել ես, նրանց նկատմամբ մեղադրյալի կարգավիճակ ես տվել, հետապնդման ես ենթարկում, քրեական, ուրեմն սահմանափակել ես նրանց տեղաշարժը, ոչ մրցակցային միջավայր ես ձևավորել եւ վարչական ռեսուրս ես կիրառել, որի արդյունքում էլ ունենք այս արդյունքը։ Դրա մեջ էլ ճշմարտության օբյեկտիվ իրականության մեջ մենք տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ է, Գագիկ Ծառուկյանը մեղադրյալ է, Սամվել Կարապետյանը մեղադրյալ է, հարյուրավոր մարդիկ ենթարկվում են կամ հետախուզման մեջ են կամ քրեական հետապնդման մեջ են ենթարկվում։ Արդյունքում մենք ինչ ունենք։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ ինչպես ասում էր դասականը, դուք երկուստ էլ ճիշտ եք ասում։